աշակերտները լավ։ Մերձավանի դպրոցում պայթած սկանդալից 9 օր հետո դասապրոցեսը բնականon շարունակվում է։ Պատրաստել ենք հենց Հայաստանի մասշտաբով մակետ, իհարկե ընտրել ենք մի քանի տեսարժանվայրեր, ամբողջը ձեռքի աշխատանք է։ Ամեն ինչ լավ է, վստահեցնում է դպրոցի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարը։ Փորձում եմ հետևողական քայլեր անել, ծանոթանալ, ուսումնասիրել։ Դպրոցի տնօրենի նախորդ ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից հեռացվել էր անցած շաբաթ դպրոցի պատմության ուսուցչուհու դեմ աշակերտների լայն հնչեղություն ստացած բունտից հետո։ Մայիսի 13-ին աշակերտները դասադուլ էին հայտարարել, պնդելով, թե իրենց պատմության ուսուցչուհին անադեկվատ վարքագիծ է դրսևորում դասերի ժամանակ։ Ըստ աշակերտների, որոնք այդ օրը ծնողների հետ պատին էին դեմ տվել պատմության ուսուցչուհուն, Դավթյանը նաև թրքասիրության հակաարցախյան քարոզ է արել դասերին։ Դուք իրավունք չունեք։ Սկանդալից հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, թե Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման տակ բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։ Դրանից հետո էր տնօրենի փոփոխություն եղել։ Այսօր առաջին անգամ աշխատանքի եկած Մկրտումյանը մարտահրավեր է անվանում այս դպրոցում աշխատելը։ Հասկացել եմ բարդությունը, ընդունել եմ մարտահրավերը։ Նոր ղեկավարը Թայիրովի դպրոցում է աշխատել, կոլեկտիվում նոր է։ Մարզպետարանն է առաջարկել Մկրտումյանին ժամանակավոր զբաղեցնել թափուր մնացած հաստիկը։ Իրավիճակին այդքան էլ լավ տեղեկացված չեմ, միայն լրատվամիջոցները դա ինձ չեն բավարարում, կփորձեմ ամեն ինչ հասկանալ, հետո կհստակեցնեմ։ Ամեն ինչ միանգամից հասկանալը հեշտ չէ, սկանդալի կենտրոնում հայտնված պատմության ուսուցչուհին այսօր էլ դասարանում է։ Երեխաներին պատմում է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի մասին։ Երեխաները խելոք են, ուսուցչուհու հարցերի մեծ մասին արագ պատասխանում են։ Մեկնաբանություններ տալու մեր խնդրանքը մերժում է Ռոզա Դավթյանը։ Ուսուցչուհու չի հաջողվում արձագանք լսել նաև իր շուրջ պայթած նոր սկանդալի մասին։ Երևան Տրիբյուն լրատվականն է գրել, թե Ռոզա Դավթյանի նախկին գործընկերները պատմել են, որ ուսուցչուհին 2017 թվականից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոններից մեկի հոգեբուժական կաբինետում քրոնիկ զառանցական խանգարում ախտորոշումով։ Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը անընդունելի է համարում Դավթյանի նախկին գործընկերների կողմից այդ տեղեկությունների հրապարակումը։ Այստեղ սահմանադրություն է խախտվում, այստեղ միջազգային կոնվենցիաներ են խախտում եւ խախտող կողմը փաստորեն պետական ներկայացուցիչներ են, դպրոցի տնօրեններ են, դպրոցի աշխատակիցներ են։ Ըստ իրավապաշտպանի պակաս անընդունելի չէ նաև Դավթյանին աշխատանքի ընդունած հանձնաժողովի գործելակերպը։ Վերահսկողությունը ուժեղացնել այդ հանձնաժողովների նկատմամբ պատասխանատվության ենթարկել այն հանձնաժողովներին, ովքեր ընդունել են աշխատանքի առանց ծանր ու թեթև անելու։ Մերձավանի դպրոցում վստահեցնում են հանձնաժողովը բժշկական հարցերի մեջ չի խորանում, գիտելիքներն են կարևորը։ Իրավապաշտպանը վստահ է, այնինչ կատարվել է դպրոցում մայիսի 13-ին հոգեբանական բռնություն է ուսուցչի նկատմամբ, դրանից կարելի էր խուսափել։ Կար առերևույթ հոգեբանական բռնություն, հա, չի կարելի։ Պետական մարմինները պետքա դպրոցի տնօրինությունը մարզպետարանի հետ միասին ներգրավելով իրավապաշտպան ներկայացուցիչների կարողանային համապատասխան գնահատական տալ եւ կարողանային համապատասխան հայտարարություն տարածել։ Միջադեպի հետևանքները ցավոտ են նաև երեխաների համար, դպրոցականները նույնպես հայտնվել են որոշ խմբերի թիրախում, համացանցում երեխաներին ու նրանց ծնողներին ուղղված քննադատություններին վերջ չկա։ Բունտին մասնակցած երեխաների հետ հիմա հոգեբաններ են աշխատում, ասում է դպրոցի փոխտնօրենը։ Մարզպետարանից աշխատակիցները, հոգեբանը աշխատում են աշակերտների հետ։ Նորմալ հունը, նորմալ ընդհանումը դասապրոցեսները կատարում են, երեխաներին աշխատել ենք ստրեսի չենթարկել, ժողովներ ունեցել ենք ծնողների հետ, նույնպես որ աշակերտներին ոչ մի խնդիր եղել է անցել է։ Բունտին չմասնակցած երեխաներն ասում են դասեր քաղել են միջադեպից։ Մենք պիտի այս ամեն իրադարձություններից հետո մեր դասապրոցեսը շարունակենք նույն տեմպերով։ Ալբերտ Սերոպյան, Աշոտ Մնոյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Այլուր։